Տավուշի մարզի Վազաշեն Պառավաքար մոտ 18 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիշեցնեմ, որ ճանապարհը փակ է հոկտեմբերի 22-ից, երբ ադրբեջանական կողմը գնդակոծել էր այն, ինչի հետևանքով 1 ժամկետային զինծառայող զոհվել էր, իսկ 3-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ էին ստացել։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ հայտնի չէ, թե ճանապարհը երբ կբացվի, եւ նշեց, որ այս պահին լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, ռեզերվային ճանապարհ է բացվում։ Նշեմ, որ Բերդ հասնելու համար մարդիկ ստիպված են երթևեկել Իջևանինքից Գանձաքար գյուղի միջով։ Այսպես ճանապարհը ավելի կարճ է, սակայն գրունտային է եւ ավելի երկար ժամանակ է պահանջվում տեղ հասնելու համար։ Օրեր առաջ մի քանի ժամով փակ էր նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար Բաղանիս հատվածը։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մեծ զրույցում նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ եղել են հարևան գյուղերի ուղղությամբ, իսկ ճանապարհը փակ էր միայն անվտանգության նկատառումներով։ Ճանապարհի փակ լինելու ժամանակ երթևեկում են 2008 թվականին կառուցված ռեզերվային ճանապարհով։ Վարորդները, որոնք տեղակին ծանոթ չեն եւ գիտեն, որ այս հատվածում կա ռեզերվային ճանապարհ, հիմնականում նախընտրում են այս տարածքով բարձրանալ, որը ճանապարհը երկարացնում է 7-ից 8 կիլոմետր։ Իսկ տեղացի վարորդները արդեն այս իրավիճակի իրենց համար ծանոթ է եւ նախընտրում են գնալ նույն այն ճանապարհով, որը հիմնականում այս ճանապարհն է լինում իրենց համար երթևեկելի գոտի։ Այստեղ լարվածություն չկա, ժողովուրդը ապրում են իրենց նորմալ կյանքով, այսինքն որևէ բանից վախենալ պետք չի։ Մենք այստեղ ենք, մենք մեր հողը պահում ենք այստեղ ապրելով։ Այս տարի արդեն երկրորդ դեպքն է, որ ճանապարհը փակվում է։ Առաջինը հուլիսի 16-ին էր։ Համայնքի ղեկավարը շեշտում է, որ երկու դեպքում էլ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Բաղանիսի եւ մոտակա գյուղերի վարորդները հիմնականում երթևեկում են գլխավոր ճանապարհով։ Որպես թուրք այս հարևաններն մենք այդ ճանապարհը չենք վախում։ Ընդամենը որ իրանք զգան, որ մենք չի ենք վախում։ Ամենը զամեք հիմա վտանգավոր է այդ կարճ ճամփին։ Բայց դուք կարճով եք գնում։ Հա։ Երբ զրուցում էինք վարորդների հետ, նրանց մի մասն ասում էր, որ ճիշտ է վտանգավոր է, քանի որ անմիջապես հակառակորդի նշանառության տակ է ճանապարհը, բայց ավելի հարմար է, կարճ է, ոմանց համար նույնիսկ ավելի ապահով է, քան երկար ոլորաններով ռեզերվային ճանապարհը։ Իսկ կարճով վտանգավոր չի։ Հարմար է, վերևով ավելի վտանգավոր է։ Սները մանավանդ։ Կարճով կրակեն կամ կդիպչի կամ չդիպչի, սները որ դեն փախավ չես կարող ասում։ Ճիշտ է, եւ որ փակալում շրջանցիկով ենք անցնում, իսկ երբ չէ, այն կարճ ճանապարհ ենք գնում։ Նենց ավելի կարճ է։ Սարի ճանապարհը շատ լավն է, ուղղակի երկար է, չարժի։ Ավելի կարճ է, քան տեղը հասնում։